Յոթուն եկեղեցու օբաղյա Աստվածածին Մարիամ անունը մեզ համար սրբություն է և մեր եկեղեցու մեջ սուրբերու թագուհին է ինքը։ Հարգավ քրիստոնյա աշխարհի մեջ երկու ծայրահեղություններ կան Սուրբ Մարիամի նկատմամբ։ Մեկը քրիստոնեության այն հատվածն է, որ երբեք չեն խոսիր Մարիամի մասին։ Դարին մեկ անգամ նույնիսկ քարով չեն խոսիր։ Իստիպված, երբ որ ծնունդյան ավետարանը կգարկան, հոնդը Մարիամի անունը կար։ Ուրեմն ասիկա մեկ ծայրահեղություն է։ Իսկ մյուս ծայրահեղությունը այն է, որ կարծես թե Մարիամը մեր փրկիչը ուլա
անոր պաշտելու, երգիվակելու, անոր ինչպես եմ միջնորդությունը պահանջելու, երբեմն Հիսուսեն ավելի շեշտելու սովորությունն է։ Ուրեմն մենք երկուքն ալգում էր մեր եկեղեցին ունի այդ ամենեն հին եկեղեցու մոդեցումը հարկանք ունենք Մարիամին և մյուս սուրբերուն բարեխոսությունը կխնդրենք, որովհետև անում չեն մեռած, այլ գահրին Աստծո մոտ ավելի մոդեռն և մեզի հետ իրենց հարաբերությունը չեն խզած, Քրիստոսի մարմինին մեջ են, հետևաբար իրենց աղոթքը, իրենց բարեխոսությունը հանգարքին են։ Բայց միայն այս չէ։ Ուրեմն պետք է մենք իրենց կյանքին և իրենց օրինակին և իրենց թերին պետք է նայենք։ Մարիամը մեր փրկության համար Աստծո կողմէ պատրաստված սուրբ աման եղավ։ Մեր նույնիսկ բոլոր աշխարհի եկեղեցիներուն ամենաշատ անունը դրված սրբուհին Մարիամ Աստվածածինն է։ Մենք աղոթում ենք 4 եկեղեցի, որ Աստվածածինի ցոնված։ Հետևաբար շատ կարևոր է, որ մենք հասկանանք Մարիամի թերը ճշգրիտ դեր տնենք իրեն և իր մեջ սորվենք, որովհետև ինքը դեպ Հիսուս Քրիստոսի առաջին ուսուցիչը դարձավ։ Շատերը դմորնան ասիրա, բայց Քրիստոսի մարդությունը, որ ինքը մանուկ եղավ կատարելապես և երբ որ կմեծնար, ուրեմն ինքը սորվեցավ Աստծո մասին, սուրբ քրիստոնեու մասին Մարիամ Աստվածածին է։ Մարիամ Աստվածածինը քյուզացի աղջիկ չէ։ Մարիամ Աստվածածինը քաղաքացի էր և հրյաներու ամենեն սուրբ վայրի մեջ, դաջարին մեջ մեծացած էր, փոքրութենեն իվեր, քրել գարտալ գիտեր։ Այդ ժամանակներու համաձայն մեծ առավելություն էր։ Հետևաբար դեպ Հիսուս Քրիստոսի մայրը և առաջին ուսուցիչը պետք է մենք լավ հետևենք իր օրինակներին։ Մարիամը ինքը խոնար գին հղի է Հիսուսին, երբ որ իր ազգականի Եղիսաբեթը տեսավ, Սուրբ Հոգին շարժեցավ այս երկու սուրբ կիներու մեջ և Մարիամը ասավ. իմ անձս կմեծացնե իմ Տեր Աստված, իմ հոգիս կուրախանա իմ փրկիչս Աստուծո, որովհետև անմեծ, շատ մեծ գործեր կրավ իր ավախինի հետ, հասկե հետո բոլոր սերունդները երանի գիտան։ Եվ ահա բոլոր սերունդները, քրիստոնյա սերունդներու, աղաղակն է ասիկան, Սուրբ Հեսություն ով Մարիամ, և քու սրբությունը մեր սրբությունն է, քու բադիվըտ մեր բադիվն է, որովհետև մեր դերը քեզ հանցնեց մեզ եկեղեցին։ Խաչին վրա այդ ցավերու մեջ նույնիսկ Տեր Հիսուս ոչ մեկ մարդ չհիշեց, բայց իր մայրը հիշեց։ Եվ ասավ իր աշակերտը Հովհաննեսին, ասավ որ ահա ասկեդո քու մայրդ այս է։ Եվ իր մոր դարձավ, ասավ որ ահա ասիկա քու որդիդ է։ Եվ այդ ժամանակեն հետո Հովհաննես առաքյալի հետ միասին ապրելու և անոր առաքելություններուն մաս կազմելու սկսավ Սուրբույս Մարիամ Աստվածածին։ Ուրեմն շատ հազվա թեփ խոսքեր ունեն, բայց ինչ որ խոսքեր գրված են իր փայնեն ելած ավետարանի մեջ, մեզի մեծ հասել ուտա։ Բնական ընդրեցի այն խոսքը, որ Մարիամը գսե ուրեք ինչ-որ սեսի գսե։ Ուրեմն գանայի հարսանիք էր և Հիսուս իր մոր հետ կրավիրված էր իր աշակերտներով քնած հարսանիքի, թերևս պետք եղած են ավելի շատ
բազմություն եղավ եւ չինին լմնսավ։ Եվ ասիկա հարսանիքի համար աղետ էր, գիտեք, հարսանիքներու մեջ եթե բամսկալ ընկանա 20 տարի անılması ուղոսը։ Հետևաբար Մարիամը եկավ այդ հարսանիքի դերերու ասկագանն է, սա որ իրենց քինին լմնսավ։ Սա ինչն ենք, թուն չդեր սա ինչ պիտերս։ Ուրեմն ասիկա չուրին քինին փոխված հրաշքը ավետարաններուն մեջ առաջին հրաշքը գնշվի, բայց հայտնի է որ Հիսուս Դագավին երդասարտության դարիներուն հրաշքներ գործած է։ Ուրեմն Մարիամի աչքին իր տան մեջ հայտնի է որ որոշ բաները բազմացուցած է։ Ուրեմն Մարիամը սա որ ժամանակ եկավ, այլոց պետք է քուն քեզի ցույց տաս։ Քու մասին ստված այդ մարգարեությունները պետք է մեջտեղ կան։ Թուն գրնաս ուներ, Երիա մարգարեի գրածը գրնաս ուներ, Երիա մարգարեն ավետացած է յուրը և ալյուրը, թուն ասոն սպամը գրնաս ուներ։ Ուրեմն Հիսուս նախ սա որ իմ ժամանակս տակավին չէ եկած, բայց երբ որ Մարիամը հետապնդեց, շատ տալսա։ Մարիամը գնաց սպասավորներուն, սա որ սեսի ինչ որ գսե այդ ուրեք։ Եվ Հիսուս սա որ թագույթները ոնդե չրամաններ գել։ Չրով լեցուցեք ինձ պերեք։ Բարապ ամաններ գար, չրով լեցուցին Հիսուսին պերեն։ Հիսուս նայեցավ, պամնալ շշսավ, եմ ասավ ասիգա արեք հարսանիքի դիրոջ պերեք։ Հարսանիքի դիրոջ պերեք, մարդ չեր գիտեր թե այդ քինիների ունդե են դուկա, ճաշագեց սա որ ասիգա լավ քինի է։ Իրականության մեջ առաջ լավ քինին դան, հետո մարդը ճիշտ քինոնան ավելի վատ քինին ուդան, այս տուն լավ քինին վահած ես մինչև վերջը։ Ուրեմն այն խոսքը, որ Մարիամ աստվածածինը զարաներուն սավ ուրեք այն ինչ որ սեզի գսել Հիսուս մեր քրիստոնեության ամփոփումն է։ Ինչ է քրիստոնեությունը եթե հարցուցեք ինձ այս խոսքեն ավելի լավ խոսք չեմ գրնար գտնել։ Ինչ որ Հիսուս գսել ուրեք։ Այս է ամփոփում։ Ինչ որ ավետարաններում մեջ Հիսուս գսեմ ես եթե ունենք, մենք բոլորս արդեն սուպեր սրբուհիներ կտարենք։ Ուրեմն Մարիամը մեզի այդ իր գարչ խոսքով մեծակուն քարոզը կտա։ Մեր կյանքի բոլոր ճշմարտությունները դեպ Հիսուսի խոսքերը մենք լուրջ չենք առնել։ Չենք հասկանալ, որ եթե դեպ Հիսուս Քրիստոսի խոսքերը գադարենք, մեր շուրը քինին պիտի վերածվի։ Մեր կյանքի անհամ, դժվար, դաժանակին փերերը, դժվարությունները անուշ պիտի դառնան։ Նույնիսկ հալածանքը պարզապես դեպ Հիսուս Քրիստոսին խոսքերը պետք է լսենք և գադարենք, այնադեն հրաշքներուն կփածվի։ Մարիամը այդ կսե մտի գրեք Հիսուսին, հետո հրաշքը դեսեք։ Քու կյանքիդ մեջ ալ եթե հրաշքներ ուզես տեսնել, այնադեն պետք է լսես դեպ Հիսուսը ինչ կսե։ Անուրամա պետք է կարդաս, պետք է դումըտ ավետարան պետք է լա և պետք է փոշոտնա այդ ավետարանը։ Պետք է գտնված տեղեն իջեցնես և կարդաս, պետք է ասկնաս Հիսուս ինչ կսե քու կյանքիդ մասին։ Շատ կարևոր բաներ գսես քու կյանքիդ մասին։ Հետևաբար այսօր մենք Սուրբ Մարիամ Աստվածածնի այս խոսքերը մեր կյանքի ուղեցույցը կդարձնենք և ուզենք իմանալ դեպ Հիսուս ինչը սա։ Մեր կյանքի բոլոր բարականերուն վերաբերյալ դեպ Հիսուսին սերի խոսք ունի, մխիթարական խոսք ունի, շնիչ խոսք ունի։ Եթե հավատանք Հիսուսին հավատացողները հրաշքներ տեսան,
հրաշքներ կրնանք տեսնել։ Հետևաբար պետք է մենք լավ սովորենք, մեր դերը մեզ ինչ լսեն։ Ուրեմն հայ ժողովրդի վատ պատմություններն, այսինքն վատ վարժություններն մեկը այն է, որ մենք ավետարանին մեծ հարգանք ունենք, անցյալ հուշապտի թարգմանիչներու օրներ, մենք առաջին քրիստոնյա ազգ ենք, մենք Աստվածաշունչը Տակավին 5-րդ թագում թարգմաներ ենք և այդ թարգմանությունը եղել է թարգմանություններու թագուհին, բայց մենք այլևս ավետարանը շատ քիչ կարդալսով ժողովրդին վերածված է։ Երբ որ ավետարանը չենք կարդալ, երբ որ Հիսուսին ըսածները չենք լսել, այն ադեն մերի դառնա նախապաշարումներու մագարտագին վրա։ Հետևաբար պետք է մենք լսենք, մտիկ ունենք, թե Տեր Հիսուս ինչ կսե մեզի, քարոզները պետք է հետևենք, պետք է ուրիշ հավատքի վերաբերյալ քիրքեր կարդանք։ Եթե կարդալ չեք սիրել, այն ադեն պետք է հեռադեսրի մեջ գրոնական ֆիլմներ կան, անուն պետք է դիտեք, այսինքն Հիսուսով պետք է ներշնչվենք մենք, մեր ներսը պետք է լեցվի Տեր Հիսուս Քրիստոսի ջանքով խոսքերով։ Ուրեմն Աստվածածինը մեր եկեղեցի համար սուրբերու թագուհին է, որովհետև մենք ամենքս հաղորդությունը կստանանք Տեր Հիսուս Քրիստոսի մարմինը և արյունը։ Բայց Տեր Հիսուս Քրիստոս այդ մարմինը և արյունը ստացավ Մարիամեն։ Այս քիչ առաջ հաղորդությունը ստացանք մենք, անիկա գմյանա Տեր Հիսուս Քրիստոսի խորհրդավոր մարմինին հետ։ Տեր Հիսուս Քրիստոսին թուն դաջարը դարձավ Մարիամ Աստվածածինը։ Հիմա այս տաճարը Աստծո դուրը կգոչվի, ինչու, որովհետև Աստծո հոգին գաբրի այս տաճարին մեջ, իսկ Մարիամին մեջ մարմնացած Աստծո որդին ապրեցավ, անոր արյունով սնվեցավ։ Հետևաբար ինքը նախ և առաջ մարդու որդին ունարեն առաջ Մարիամի որդին էր։ Անոր համար միջնադարյան նկարողները կնկարեին Մարիամը, Հիսուս կծելու համար, նախ Մարիամը կնկարեին, հետո բեղ և որու կտնեին և կլար Հիսուս Քրիստոս։ Եվ այդպես է իրավես, այդպես է Տեր Հիսուս Քրիստոսի այդ փրկարար մարմինը խաչին վրա մեզ համար այդ կապված արյունը Մարիամեն արյունվեցավ։ Ուրեմն մենք չենք կրնար անդեսել Մարիամը։ Մարիամը անդեսել աշխարհակության մեջ Էվերեստը անդեսելու դրման։ Չենք կրնար անդեսել։ Պետք է մենք մտածենք Մարիամի մասին, անիկա մեր հավատքը կխորացնե։ Մարդկային պատմության մեջ երկու թևերային գիներ կան։ Մեկ թևերի մեջ Եվան գումնա, անալ մեր մայրն է։ Իսկ մյուսը Մարիամ Աստվածածին է, անալ գումնա։ Ուրեմն Եվայի հետ մեղքը մտավ աշխարհին, Մարիամի հետ մեղքին քրուպը ճզմուվեցավ, որովհետև Աստված երբ որ առաջին մեղքեն հետո պատիժները կսահմաներ, դարձավ օծին և սավ որ քու և գնոջ միջև պայքար դիտնեն։ Թուն անոր քարշապարին ոտքին մի դարձակից անալ թու կլուխը պիտի չախճարել։ Խորոր եկեղեցու հայրերը այս մարգարեությունը տեսած են իրականացած Մարիամի թերին մեջ։ Մարիամն էր այն գնոջ սերունդը, որ սատանայի կլուխը չախճախեց իր որդի միջոցով։ Եվան արգիրված ուդուղը գերավ, Մարիամը
Yanki zari buduva mesid. Edavapar Volkan Mezare Çiçe Maria. İnknavsu kokuyor letzvatlısı olur semtleri askedo yerani bir dandıyız. Ուրեմն առաջին գինը Աստվածաշունչի մեջ շատ խոսքեր չունի։ Մենք խոսք ունենք Եվա։ Երբ որ Աստված կանչեց ինչ համար գերակ այդ բուդուղը, մարդը սա որ գինը դուալից։ Հետո գնոջ կհարցնել, գիմնալիս է որ օծը խապեց ինձ։ Օծը խապեց ինձ։ Միակ հարը այս Եվ օծը երբ որ գխապը, մենք մեղքին մեջ գինը։ Իսկ այսօր մենք ինչ լուսեցինք, Մարիամը ինչ գսե, ուրեք այն ինչ որ ցեզի գսե։ Ուրեմն ասկալ կգարար խոսք։ Ասիգալ մեր թիրքը պետք է լա եւ պետք է մեր մատուցանի այսպես։ Ուրեմն սիրելիներ այս օրը այսպես է Domne Աստվածածինի դարբեր գոներ ունենք մենք, այս տոնը հետաքրքրական է, այս տոնը հյութ դուպով սուրբ Աստվածածինը, այսինքն Աստվածածինի դուպ ունի եղել, անիկա կտնված է, և անիկա դոն գրած է, պատմությունը սավես է, 5-րդ այն, այսինքն 400-ական թվականներ, Գայսր Լեոյի ժամանակ երկու իշխանավորներ, ազնվականներ ուխտի կերտան Երուսաղեմ։ Ճամփան Գալիլեի մոտ դերմը, խանիմը մոտ գնստին խանի գմտնեն, օթելը գգենան։ Արավոտն գարդուման, որ երկար հերց մգա, ոչ մգա, մարկոց։ Գեհետակրկրվին Օթևանինները քրյա գինն են, ուրեմն եկողները քրանգարն են և դուպ մուծույց կնան։ Ուրեմն դուպը և անոր մեջը Մարիամի պատմուճանը կան։ Հետևաբար Մարիամի դուպը և պատմուճանը եղող շատ կարևոր է, ուրեմն եկողներն ալ քրիստոնյաներ են։ Իրենց համար Մարիամեն մնացած շատակ ունեն, հարկավտե մեզ հարկանք ունին այդ սուրբ արարգաներու նկատմամբ, ուրեմն այս հավատացյալ իշխաններն ալ գսան գնոջ որ գծախես ասիգա մեզի, գինալ գսան որ չեմ ծախել։ Մեծ կումար բուդան կեսի չեմ ծախել, որովհետև ոնդեն ալոր կումար լուկա, իրենք գստուքեն, որ իրավես տեսակն այս գնոջ հասած է ասում և ճիշմարիտ է։ Ուրեմն գերտան Երուսաղեմ ուխտին, հա, ճիշերը գարդունա, այդ ուխտին չապները գարնը, Երուսաղեմ գերտան, այդ ուխտին նույնը շինել ուտան, երկուքան մորեն այդ բանտոգը կգենան, ճիշերը գարդունան, այդ ուխտի հետ լեղը ուխտան, զալկոցնալ, հետավապար գարնեն այդ ուխտը և ճամպա գելլեն աջապարանքով և լուր ուարգեն իրենցնա առաջ արդեն լուր գհասնի բոլիս։ Ուրեմն և որ արդեն կաղաք գհասնին, ամպոչ կաղաքը բարիսկներու թուսը կգենան, բադյարկը հոն է, գայսը հոն է, թանագը հոն է, եգեյսականները հոն են, մեծ հարկանքով գտմավոր են և իրենց համար դոն գնեն, այսին 5-րդ կարեն մնացած։ Իսկ մեր եկեցին ինչ կհետաքրքրասի կա, ուրեմն մեր կաթոլիկոսները Սիմեոն Երևանցի 1700 թվականներում մեր օրացույցի մեջ դրած է այսօր, որովհետև ինքնալ մեծ սեր ուներ Աստվածածնի նկատմամբ, հետևաբար ուզածներ մեր օրացույցն ալ ջոխացնել այս տոնով։ Ուրեմն Մարիամի վերաբերյալ ամեն ինչ կարևոր է և թանկագին է, բայց այդ տուփը գործված է, չկա այդպես։ Անոր մեջ եղած պատմուճանն ալ գործված է, բայց Մարիամի թուն հիշադակը երկու է, մեզի ցկեց իր որդին
Դեր Հիսուս Քրիստոսը ոչ ոք չգնար կողնալ այդ կանսը, եթե անոր Փարիս եւ ասես որ այս է իմ կանսս, դեր Հիսուս Քրիստոսն է, երկրորդն ալ քիչ բայց ավետարանին մեջ եղած իր խոսքերը եւ գադարած իր թերը եւ օրինակը չկողնար, չգործունի։ Հետևաբար այս բոլորը արիտներ են բարձավես Մարիամը անգամ եւս քիշելու համար։ Ուրեմն եկեք Աստուծո փառք տանք Սուրբ Մարիամի համար մեր աղոթները ուղենք իրեն, որովհետեւ ինքը աղոթ է, փառ է խոսը իր աղոթներով, որովհետեւ այս աշխարհի վրա օրհնություն եւ խաղաղություն։ Ուրեմն հիմա պիտի կատարենք օգյանցյան բաշտոն, կհիշենք այս տաղին մեջ ապրած բոլոր Էյուբի հայերը, հարերարները, այս եկեղեցու շինողները եւ հիմա չկան անում, բայց կան իրականության մեջ, մեր մեջը եւ իրենց սկաց կանսերով վիշարունակեն իրենց աստվածությունը, Աստված իրենց հոգիները ուսավ։